Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է համառ պայքարն անօրինականության դեմ։ Այս շաբաթվա բացահայտումները մեկը մյուսից ուշագրավ էին իրենց ողջ մանրամասներով։ Հերթական քրեական վարույթն ուղարկվեց դատարան։ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը մի խումբ անձանց ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս փաստացի չեն իրականացրել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ավելին, աշխատավարձը եւ այլ վճարումներ վերջիններիս բանկային հաշիվներին փոխանցելուց հետո կանխիկացվել են մանկապարտեզի նախկին հաշվապահի կողմից եւ փոխանցվել տնօրենին։ Արդյունքում մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով ավելի քան 12 միլիոն 930 հազար դրամ։ Մանկապարտեզ աշխատանքի ընդունել թվով 5 անձանց, այդ թվում իր աղջկա ամուսնու ծնողներին։ Վերջիներիս հետ կնքվել են աշխատանքային պարտականություններ, սակայն քրեական վարույթի ընթացքում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ աշխատակիցները երբևիցե չեն հաճախել մանկապարտեզ աշխատանքի, չեն կատարել աշխատանքային պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները, իսկ աշխատակիցների բանկային քարտերը գտնվել է մանկապարտեզի գլխավոր հաշվապահի մոտ, ով ամեն ամիս նշված աշխատակիցներին գումարները աշխատավարձերը փոխանցվելուց հետո անձամբ կանխիկացրել եւ փոխանցել է մանկապարտեզի տնօրենին։ Այդ կերպ մանկապարտեզի տնօրենը յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար մոտ 15 միլիոն ՀՀ դրամ։ Բացի այդ, տնօրենն իր կողմից աշխատանքի ընդունած անձանց աշխատավարձը եւ այլ վճարումներ յուրացնելու եւ վատնելու նպատակով ստորագրել եւ հաստատել է վերջիններիս կողմից աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամերի մասին ակնհայտ կեղծ տվյալներով տեղեկագրեր։ Նույն քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարույթային գործողությունների ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործության այլ դեպքեր, մասնավորապես Երևան համայնքում գործող թվով 2 մանկապարտեզների գլխավոր հաշվապահի հաստիքը զբաղեցնող անձը ի պաշտոնե լիազորված լինելով կազմակերպության բանկային հաշիվները տնօրինելով կրկին Երևանի համայնքի կողմից կազմակերպությունների նախադպրոցական ուսուցման նպատակով փոխանցված գումարները յուրացրել է։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաշվապահը մանկապարտեզի բանկային հաշվից իր անվամբ Հայաստանում գործող տարբեր բանկերում բացված հաշիվներին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով ավելի քան 15 միլիոն դրամ գումար եւ յուրացրել այն։ Իրապետելով կազմակերպության բանկային հաշիվներին, կազմակերպությունների ծախսերի համար փոխանցված գումարներից ուղիղ փոխանցումներով իրեն է փոխանցել, իր բանկային հաշվի համարներին է փոխանցել, բացի իր աշխատավարձից այլ գումարներ։ Մի դեպքում, մի մանկապարտեզի դեպքում իրեն է փոխանցել մոտ 10 միլիոն դրամ, ժամանակահատվածը եղել է 18 թվականից հունվարի 1-ից մինչև 21 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, մյուս դեպքում կրկին նույն ժամանակահատվածում իր բանկային հաշվի համարներին է փոխանցել բացի իրեն հատկացված աշխատավարձից մոտ 5 միլիոն ՀՀ դրամ գումար, այդ կերպ հափշտակել է համայնքին հատկացված գումարը, համայնքի կողմից մանկապարտեզներին հատկացված գումարները։ Մանկապարտեզի հաշվապահը ընդհանուր ծախսի համար նախատեսված բյուջեից ուղիղ փոխանցումներով ինքն իր հաշվին աշխատավարձից զատ ավել գումար է փոխանցել։ Չակերտավոր ասած, ինքն իրեն խրախուսել է։ Նախաքննության ընթացքում նաև որոշում է կայացվել մեկ անձի նկատմամբ վարույթից մաս անջատելու մասին, քանի որ վերջինս խախտվում է քննությունից եւ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնին տվյալ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հանձնարարություն է տրվել։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության դատարան ուղարկելու միջնորդությամբ։